Վերջին ամիսներին տեղի ունեցող ներքին եւ արտաքին իրադարձությունների պայմաններում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել են հետեւյալ սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշները։ Համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների 2025-ի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 599 միլիարդ 827 միլիոն դրամ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 97 միլիարդ 470 միլիոն դրամ, իսկ շինարարության ծավալը 77 միլիարդ 568 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2 տրիլիոն 20 միլիարդ 34 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ ավել է 16.3%-ով։ Մասնավորապես կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը աճել է 10.4%-ով եւ կազմել 939 միլիարդ 610 միլիոն դրամ։ Այլ հաշիվների ծավալը նվազել է 32.9%-ով եւ կազմել 12 միլիարդ 440 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լոնդոնում ընթացող վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում մասնակցել է կառավարիչների լիագումար նստաշրջանին։ Նախարարը խոսել է վերակառուցման եւ զարգացման բանկի հետ Հայաստանի սերտ գործակցության, տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ապահովման համատեքստում խաղաղության պահպանման կարեւորության մասին։ Հարկադիր կատարման գործընթացում ծանուցումների հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ։ Նախատեսվում է անցում կատարել էլեկտրոնային ծանուցման համակարգի եւ այս պահին ընթանում են համապատասխան իրավական կարգավորումների մշակման աշխատանքներ։ Armenpress-ի հետ զրույցում հայտնել է գլխավոր հարկադիր կատարողը։ Դատաիրավական բարեփոխումների շրջանակում ծառայությունում ներդրվել է նաեւ շարժական գրասենյակների ինստիտուտը։ Այժմ դրանք հաջողությամբ գործում են Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։ Եվրոպական միությունը Հայաստանում շրջակա միջավայրին եւ ջրային ոլորտներին աջակցել է ավելի քան 36 միլիոն եվրոյով։ Եվրամիության աջակցությունը ուղղված է Հայաստանի կանաչ անցմանը եւ կենսաբազմազանության պահպանմանը։ Կենսաբազմազանությունը վերաբերում է նաեւ դիմակայունությանը, առողջությանը եւ ապագա բարեկեցությանը։ Այս տարվա առաջին եռամսյակում եվրոգոտու տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0.3%-ով։ Տարեկան արտահայտությամբ եվրոգոտու ՀՆԱ-ն աճել է 1.2%-ով։ Տվյալները ներկայացրել է Եվրամիության վիճակագրական ծառայությունը։ Շվեյցարիան արգելք է սահմանել ռուսական եւ բելառուսական ալյումինի չմշակված տեսքով վաճառքի եւ ներմուծման վրա։ Շվեյցարիան նաեւ այլ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ։ Օրինակ, քրոմի հանքաքարերը այլևս չեն կարող արտահանվել ռազմական նպատակներով դրանք օգտագործելու պատճառով։ Նույնը վերաբերում է նավթի եւ գազի հետախուզման ծրագրային ապահովմանը։ Չինական յուանը թռիչքաձև աճ է գրանցել հասնելով 6 ամսյա առավելագույնին գերազանցելով $1 դիմաց 7.20 յուանի նշագիծը։ Պեկինի եւ Վաշինգտոնի միջև մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման համաձայնագրի ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Ժնևում բանակցությունների առաջին օրվանից հետո Չինաստանի հետ հարաբերություններում մեծ առաջընթաց է գրանցվել։ Նավթի գները բարձրանում են նահանգների եւ Չինաստանի միջև կիրակի օրը ավարտված առևտրային բանակցություններից ստացված դրական ազդանշանների արդյունքում։ Վրաստանում 2024-ին գործազրկության մակարդակը նվազել է 2.5%-ով 2023 թվականի ցուցանիշի համեմատ եւ կազմել է 13.9%։ Աշխատուժն ավելացել է 1.5%-ով հասնելով 54.8%-ի։ Աշխատունակության մակարդակը բարձրացել է թե քաղաքային, թե գյուղական բնակավայրերում։ Անչափահասները սառը զենքի անհրաժեշտություն ունեն, թե թրենդի թելադրանքն է, քայլում են վտանգը հենց գրպանում։ Թեպետ Հայաստանի օրենսդրությունն արգելում է սառը զենք համարվող դանակների վաճառքը անչափահասներին, իրականում սակայն այն հաճախ թղթի վրա էլ մնում է։ Ծալովի դանակներ ամենատարբեր չափերի ու կառուցվածքի այսօր կարելի է գնել թե շուկաներում, թե ինտերնետում, առանց տարիքային վերահսկման։ Իմ երեխան դպրոց է գնում, դասարանցիների 70-ից 80%-ի մոտ դանակ կա։ Ու չես հասկանում երեխան
երեխաներին ինչին է պետք։ Չեմ զարմանում, որ ընկնի ազդեցության տակ ու վաղը իմ երեխայի ձեռքին տեսնեմ։ Դպրոցականներից ոմանք ասում են ինքնապաշտպանության համար է, մյուսները գրավչություն են համարում կամ ուժի զգացողություն ունենում։ Մասնագետներն էլ ահազանգում են, այս կտրող գործիքը, որ երբեմն որպես խաղալիք են գործածում, կարող է կյանք արժենալ։ Դեռահասության տարիքում կա նույնականացման մեխանիզմ, որը գործում է հենց այդ միտումով, որ սուր կտրող ցակող եւ իրենից ուժ ներկայացնող գործիքի շուրջ երեխաները հավաքվեն։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկի մոտ կա ով իրեն ավելի հեղինակավոր է զգում։ Իսկ վնասը միայն ֆիզիկական չէ, նման առարկաներ կրելը ձևավորում է ուժի կեղծ պատկեր եւ դա հաճախ բերում է ճակատագրական սխալների, կոնֆլիկտների, հանցագործությունների կամ նույնիսկ կյանք խլող միջադեպերի, ասում է մասնագետը։ Օրենսդրությունից բացի պատասխանատվությունը սկսվում է ընտանիքից։ Նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքում սուր կտրող զենքի նման խաղալիքներ կրելը արդեն իսկ ագրեսիայի համար պատճառ հետևանքային կապ են, որը որ բնականաբար երեխայի մոտ արթնացնում է վնասելու միտումը։ Անչափահասների ներգրավմամբ եւ նրանց կողմից սառը զենքով հանցագործությունների կատարման մտահոգիչ վիճակագրություն են նկատել նաեւ ներքին գործերի նախարարությունում։ ԿԳՄՍ-ի հետ պարբերական ստուգայցեր են իրականացնում դպրոցներ։ Նոր օրենսդրական փաթեթում էլ նպատակ ունեն սահմանելու արգելված իրերի եւ առարկաների հստակ ցանկը, որով կկարողանան հետագայում առաջնորդվել զննության ստուգումների ժամանակ։ Խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը եւ հուսով եմ, որ նմանատիպ արգելքի նախատեսման պայմաններում մենք կգնանք նաեւ ավելի շատ կանխարգելման վրա շեշտը դնելու ուղղությամբ եւ կկարողանանք այս տեսանկյունից եւս որոշակի արդյունքներ ունենալ, բայց շատ կարեւոր է այստեղ ոչ միայն դպրոցների աշխատանքը, ծնողները եւս պետք է ներգրավվեն եւ ուշադրություն դարձնեն, ինչ է իրենց երեխան կրում գրպանում։ Հոգեբանը հիշեցնում է, պատից կախված հրացանը մի օր կրակում է։ Հայաստանում կապահովվի նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի աշխատանքի ամբողջականությունը։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։